Աննա Հակոբյանը հերթական սկանդալային գրառումն է արել թիրախավորել ընդդիմախոսներին։ Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգևորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը, նա դրա համար ունի անձնական պատճառներ։ Ըստ հավաստի տեղեկությունների Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին եւ վերջինիս ֆավորիտ որոշ եպիսկոպոսների։ Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է, կարծում եմ տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում, գրել է Փաշինյանի քաղաքացիական կինը։ Նմանօրինակ հայտարարությունները խիստ դատապարտելի են, քանի որ նախ դրանց համար չկան համապատասխան ապացույցներ եւ երկրորդ, սա համարվում է քրեական հոդված զրպարտության հիմքով։ Օրագիր Նյուզը փորձեց կապ հաստատել Բորիս Մուրազիի հետ, ով նշեց, որ նախ ցավում է Աննա Հակոբյանի համար։ Ես ցավում եմ Աննա Հակոբյանի համար։ Այդ իր գրված տեքստը ոչ մի բառ իմ մասին չի, դա Աննա Հակոբյանի մասին է։ Գիտեք, Աննա Հակոբյանը, եթե հիշում եք, որ առաջ ասել էր, որ այն ինչ որ հիմա իրանք հրապարակային խոսում են, խոսելու են, վաղուց խոսվում է իրենց ընտանիքում, բայց հիմա արդեն հրապարակային է դառնալու, չէ՞։ Ինչ որ ներողություն արտահայտության համար, ինչ որ մարդկանց դոմփել ու դոմփվելու մասին, մանկապղծության մասին, միասեռ հարաբերությունների մասին, պաստորեն Աննա Հակոբյանի ընտանիքում մշտապես քննարկում է եղել։ Երևի երեխաներն էլ են մասնակցել, ես ենթադրում եմ, որտեվ Նիկոլ Փաշինյանն ասել է, չէ, կարևոր բաները իր աղջիկների հետ քննարկում է հարցերը։ Եվ այս տեսանկյունից ես ցավում եմ միայն մի պատճառով, որ իհարկե բոլոր հասարակություններում Փաշինյանների ընտանիքի նման ընտանիքներ կան, չկա հասարակություն, որ այդ ներքևի շերտը չունենա, բայց ցավում եմ, որ մեզ մոտ այդ մոդելի ընտանիքը իշխանությանը, միակ ցավալու պատճառը սա է։ Ինձ գրում են ասում են, արդյոք դատի չեք տալու կամ վիրավորված եք, վիրավորված չեք։ Ես կարծում եմ այս մարդկանցից անիմաստ է վիրավորվել, որովհետև ցանկացած, էլի ասեմ, հասարակության մեջ լինում են մարդիկ, որոնց վիրավորանքը անտեսելը ավելի ճիշտական բան անել է, արձագանքել։ Ուրեմն մենք հուբերական ծառայության ընթացքում ես ու տարբերություն Նիկոլ Փաշինյանի ծառայել եմ հայկական բանակում, ուրեմն Զորամասում կային քաղաքացիական աշխատողներ, որոնք մաքրում էին զուգարանները։ Ուրեմն այդ ընդունված, այդ մարդկանց ուղղակի կպնելը արդեն խնդիր էր, այդ մարդկանց ձեռքից ինչ-որ բան վերցնելը արդեն խնդիր է, բանակային հասկացությամբ։ Հիմա այս հասարակության, մեծ հասարակության մոդելով Նիկոլ Փաշինյանի իր կինը, իրենց ընտանիքը հենց այդ կարգավիճակի մարդիկ են, նորմալ մարդկանց համար, որոնց դատի տալը, որոնցից վիրավորվելը արդեն վիրավորանք, հա։ Բայց զրպարտության հիմքով չեք կարծում, որ կարող եք դատի տալ։ Ասենք ակնհայտ չի, որ դա զրպարտություն է, այսինքն դատի տան, որ ինչ անեն, որ դատի տակ, որպեսզի ապացուցվի իրենց սուտը։ Իրենց դա նույնն է, ոնց որ մեկը ասի, որ հիմա բանը արևը սև գույնի է, ու մեկը դատի տա, որ ապացուցի արևը սև գույնի է։ Արևը սև գույնի չի։ Կամ ոնց որ, չգիտեմ, չեմ ուզում իր մակարդակի վստահաբար չեմ իջնելու։ Դատի տալու հարցը կմտածեմ, ես կարծում եմ այդտեղ կարիք չկա, որովհետև տեսեք, այս զրպարտությունը, վիրավորանքը, որ իրանցից եղել է, մեզ համար որպես հասարակություն ամենամեծ վիրավորանքը այն պիտի լիներ, որ իրանք Արցախը հանձնեցին Ադրբեջանին, շատ ով չքաշեցին, չէ՞։ Հիմա այդ մարդիկ այդ կարգի սրիկայություն են արել, այդ կարգի հայրենադավ քայլի են գնացել, իրենց որ ցանկացած դրանից հետո ցանկացած արածը նվազ կարևոր է, նվազ վիրավորական է, քան այդ իրենց արածը, հասկանում եք։ Ես առումով ինչ ասեմ, ես միայն ցավում եմ նաև, երկրորդ ցավը սա է, որ այս մարդը նաև 3 աղջիկ է դաստիարակում, չտիրախավորելով այդ աղջիկներին, հատկապես անչափահասներին, ես ցավում եմ, որ հասարակության մեջ ինքը առնվազն իր որակի սերունդներ է թողնելու, դե դժվար է, չէ, ընտանիքից ուրիշ որակի սերունդ դուրս կա։ Միակ այս երկու պատճառով կարելի է ցավել։ Մնացած պատճառներով
ես իմաստ չեմ գտնում, եթե իրավաբանների հետ խորհրդակցում, իրանք իմաստ կգտնեն, կարելի է քննարկել։ Չնայած ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք վստահել դատական համակարգին մի փոքր կասկածելի վստահություն է էլի դա։ Ամեն դեպքում բայց իրենք օրինականության սկզբունքն են, չէ՞ խախտել, այսինքն երբ խոսք է գնում ԱԱԾ-ի տվյալներ հրապարակելու մասին, այստեղ օրինականության խնդիր էլ կա, որ դրանք գաղտնի պետք է պահվեն ամեն դեպքում։ Բայց այդտեղ ԱԱԾ-ի ինչ տվյալներ կա։ Դե ինքը նշել է, ինքը այդպես էր նշել, այսինքն ինքը բացահայտ օրենքի խախտման մասին խոսում է, չէ՞։ Տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, ԱԱԾ-ի կողմից օրենքի խախտման մասին ես էլ եմ ասել, երբ որ ԱԱԾ-ում ասում են, հա, Աննա Հակոբյանի հետ կապված կան տեսագրություններ, որոնք տարբեր մարդկանց մոտ են։ Այդտեղ կարծում ԱԱԾ-ն պիտի զբաղվի, երբ որ ԱԱԾ-ի օպերատիվ գործերից թղթեր հայտնվեցին Միքայել Մինասյանի մոտ, հա, Արադ Միրզյանի թուրքական գործակալ լինելու մասին։ Դա արդեն դրանով պիտի իրավապահները զբաղվեն, բայց մենք չունենք իրավապահ համակարգ, այսինքն ինչի մասին է, եթե իրավապահ համակարգ լիներ, իմ դիմելի կարիքը չի լինի, սա հանցագործություն է։ Հանցագործություն է այն իմաստով, որ զրպարտությունը նախ, երկրորդը հասարակությանը փչացնելու, հա, աղտոտելու քայլ է։ Ուրիշ ախր իմ համար անիմաստ է էլի այդ հարցը քննարկել։ Հասկացա ձեզ, Բորիս ջան, հասկացա։ Ինձ համար անկեղծ անիմաստ։ Ես եթե որպես լրագրող խանային գործիչն եմ, միայն պիտի շնորհակալություն հայտնեմ Աննա Հակոբյանին, որովհետև հասարակության մեծ մասը գիտի Աննա Հակոբյանն ով է, հասարակությանը հատվածը որով ճանաչում են, գիտի իմ վերաբերմունքը իրենց իշխանություն փոխանցած Սերժ Սարգսյանին, հա։ Եթե վիդեոներ են, տեսանյութեր են փնտրում, թող այդ տեսանյութերը փնտրեն իրենց ու Սերժ Սարգսյանի հետ կապված։ Իմ հետ հաստատ կապված տեսանյութեր չկան։ Հասկացա։ Իմ հետ կապված հաստատ այդպիսի տեսանյութեր չկան։